բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Մի քանի թեմաներ ենք առանձնացրել, բայց նախնական զրույցում դուք ասացիք, որ իրապես կարևոր է խորքային հասկանալ, թե վերջին շրջանում Հարավային Կովկասում ինչ լրջագույն զարգացումներ են լինում եւ դրանք բնականաբար ուղիղ ազդեցություն են ունենալու մեզ վրա նաեւ, հաշվի առնելով, որ մենք իրապես շարունակում ենք շրջապատված լինելով թշնամի պետություններով, չնայած նրան, որ փորձում են մեզ համոզել խաղաղությունը բերել են, արդեն բարեկամներ ենք, այս անասնակելն է վերցրեք կերեք, ու փաստացի նաև փչացնելով հարաբերությունները բնական դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնություն, Իրան, այս իրողությունների մեջ եք։ Մենք խնդրեմ, ինչ կարող եք ասել Հարավային Կովկասում զարգացումները, Ալիևի վերջին վտանգավոր հայտարարությունները եւ տարածաշրջանի վերաբերյալ եւ իհարկե նաեւ դրանք, որոնք պրոյեկտում են Հայաստանի վրա, համեցեք։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք իսկապես բավականին կարևոր թեմա եք առաջարկում քննարկել, որովհետեւ այն process-ները, որոնք զարգանում էին տևական ժամանակ, ոչ թե նույնիսկ ամիսներ, այլ տարիներ, վերջերս դրսևորվում են շատ ցայտուն ձևով, որը միգուցե ինչ-որ մարդկանց համար տեսանելի չէր, բայց հիմա արդեն նույնիսկ կույրը կտեսնի։ Վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը իր զինական ամբողջ համակարգը անց է կացնում ՆԱՏՕ-ի զինական համակարգին, իսկ դա իսկապես լրջագույն մարտահրավեր է Ռուսաստանի Դաշնության համար եւ պատահական չէ, որ դրանից ընդամենը մի քանի օր հետո Ռուսաստանը երբ գործարկեց հյուսիս-հարավ մայրուղու արևելյան ճյուղը, ինքը ոչ թե անցավ այդ հյուսիս-հարավ մայրուղով երկաթգիծը Ադրբեջանով, այլ անցավ Ղազախստանով եւ Թուրքմենստանով։ Սա շատ կարևոր ազդակիր այն մասին, որ մի կողմից Ռուսաստանը ունի դեռ գործիքներ, որպեսզի կարողանա վերադասավորել իր հիմնական գործընկերոջ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապերը շրջանցելով Ադրբեջանը, բայց մյուս կողմից խոսում է նաև այն մասին, որ տևական ժամանակ գործնականում Ռուսաստանը վտանգավոր քաղաքականություն էր վարում, հիմնական շեշտադրումը դնելով Ադրբեջանի վրա, եւ այստեղ ես կարծում եմ 100% պետք է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության պահվածքը, որը ոչ մի կերպ չէր համաձայնվում, որպեսզի ավարտվի շինարարությունը Ռեշտ կայարանը, երկաթուղային կայարանը Աստարայի հետ կապող, որպեսզի ամբողջանար Ռուսաստան, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն մայրուղին եւ ահա տեղի ունեցավ այն, ինչը կարծում եմ ակնհայտ էր, Ռուսաստանը ըստ էության նախընտրեց այս պարագայում արևելյան մայրուղին Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սակայն այստեղ պետք է անդրադառնալ խորությամբ արդյոք այս ամեն ինչը սրանով կավարտվի։ Ես առավել քան համոզված եմ, որ ոչ, որովհետև ուղղակի պետք է հիշեցնեմ, որ դեռ այն ժամանակ, երբ Արցախը հայաթափվեց, ես հարցազրույց տվեցի ռուսալեզու Գոլս Արմենիայի թերթին եւ ասացի, որ այս ընթացքը, որը տեղի ունենում Հարավային Կովկասում, Ռուսաստանի пассив դիրքորոշման արդյունքում կհանգի նրան, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա մենք կտեսնենք Կասպիցովի ափին, իմ գործընկերները ասացին, որ ես սևացնում եմ գուլերը, սակայն այսօր իրականում ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է եւ պարզ է, որ ՆԱՏՕ-ի զորատեսակների, ՆԱՏՕ-ի ռազմավարական կազմի մեթոդներին անցնելուց հետո ՆԱՏՕ-ի ռազմաբազան Կասպիցովի ափին այնքան էլ անհեռանկար չի, դա շատ ավելի տեսանելի է, քան ոմանց կարող է նույնիսկ այսօր թվալ։ Եվ այս պարագայում մենք պետք է արձանագրենք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից վարվող սխալ քաղաքականությունը բերում է լրջագույն խնդիրների ոչ միայն Ռուսաստանի համար, այլև իր բնական դաշնակիցների համար, ու միայն կույրը կարող է սա չտեսնել, այն կույրերը, որոնք ասենք թե Ռուսաստանի կողմից իրականացնում են քաղաքականություն Հարավային Կովկասի նկատմամբ, միայն թե պետք է կարծում եմ շեշտել, որ այդ կուրությունը ուներ բավականին ընդգծված նավթի հոտ եւ խավիարի համ, որովհետեւ այլ կերպ դժվար է պատկերացնել, որ այդ մարդիկ, որոնք մասնագիտացված են այդ խնդիրներում, չտեսնեին այն ռիսկերը, որոնք այսօր տալիս են իրենց դառը պտուղները։
Եվ այս առումով շատ կարևոր է այն խնդիրը, որը վերջնականապես լուծվեց ընդամենը 3 թե 3 առաջ օրը, Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը միանում է միջինասիական 5 երկրների համադաշնությանը, կոնսուլտատիվ համադաշնությանը եւ ըստ էության իրենք վարելու են ընդհանուր տնտեսական եւ ռազմական դոկտրին եւ ըստ էության պետք է նաեւ հիշենք, որ ընդհանրապես մի քանի օր առաջ այդ միջինասիական երկրները Թրամփի հրավերով գտնում էին Վաշինգտոնում եւ ըստ էության իրենք ընդունեցին Միացյալ Նահանգների գերակայությունը տնտեսական քաղաքականության առումով եւ անվտանգային քաղաքականության առումով իրենց նկատմամբ եւ դա տարածվելու է նաեւ Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ հետխորհրդային բոլոր մուսուլմանական երկրները ըստ էության միավորվել են մի համադաշտության մեջ եւ դրա անձրևանոցը կամ այն անվտանգության երաշխիքը, որ իրենք վերցնում են իրենց վրա, դա բնականաբար ոչ ՀԱՊԿ-ն է, ոչ Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները։ Սա իսկապես լուրջ մարտահրավեր է, նույնիսկ եմ ուզում կրկնեմ, ոչ միայն Ռուսաստանի համար, այլև այն դաշնակիցների համար, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի համար, որոնք տևական ժամանակ իրանք իրենց զգում էին որպես նույն առանցքի մասեր։ Եվ այստեղ կարծում եմ առաջիկայում եթե կտրուկ քայլեր տեղի չունենան, ապա խնդիրները գնալով կխորանան եւ դժվար կլինի ապագայում լուծել այն խնդիրները, որոնք ընդհանրապես մի քանի տարի առաջ շատ հեշտությամբ կարելի էր լուծել, այսօր էլ թերևս կարելի լուծել, բայց ավելի մեծ ջանքերի ներդրումով։ Սա մեր համար նոր իրավիճակ է եւ այս նոր իրավիճակում ես կարծում եմ, որ մենք պետք է անենք քայլեր, որպեսզի մեր անվտանգությունը հնարավոր լինի ապահովել, որովհետև ըստ էության այն Տրամփի մայրուղին, որը ըստ էության իրականացվելու է այդ կնքված համաձայնագրով Սյունիքով, ակնհայտ է, որ ինքը միջանցքի տրամաբանության մեջ չի կարող լինել, որտեղ Միացյալ Նահանգները հայտնվելով Միջին Ասիայում ինքը խափանելու է մեկ ծրագիր, մեկ գոտի մեկ ճանապարհ մեկ գոտի ծրագիրը եւ թույլ չի տալու, որպեսզի Չինաստանը կարողանա իր ապրանքները ուղարկել եվրոպական մայրցամաք եւ այնտեղից փաստորեն իրականացնել այդ մեծ ապրանքաշրջանառությունը, ուղղակի պետք է արձանագրենք այն, ինչը վաղուց ակնհայտ էր։ Ըստ էության այն Տրամփի մայրուղին, որը հայտարարվեց եւ իրականացվելու է, ինքը ուղղակի կապ է հաստատելու միջինասիական երկրների հետ եւ ընդհանրապես իրականացնելու է Միջին Ասիա, Ադրբեջան եւ Եվրոպա կապը հարուստ հումքային բազան Միջին Ասիայի տեղափոխելով Միացյալ Նահանգների գերակայությամբ դեպի եվրոպական մայրցամաք։ Սա է այն կարևորագույն փոփոխությունը, որը կարծում եմ տարիներ շարունակ խմորվում էր եւ հիմա տվել է իր տեսանելի արդյունքները եւ սա իսկապես մեր համար լրջագույն մարտահրավեր է եւ պետք է կարողանանք այս լրջագույն մարտահրավերին հաղորդ պատշաճի դիմակայել։ Այդուհանդերձ այս իրականությանը տարածաշրջանի լիդերները, գործող պետությունները ինչ համաժեք պատասխան կտան, ինչպես կգործեն։ Տեսեք, խնդիրը այս խնդրի լուծումը դուրս է գալիս զուտ տարածաշրջանային մակարդակից, որտեղ այստեղ կարծեք թե արճակատվում են Չինաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը եւ դրա կիզակետը արդեն Միջին Ասիան է լինելու եւ առանց դրա հանգուցալուծման դժվար է պատկերացնել թե այստեղ ինչ իրավիճակ ստեղծվի։ Ես կդժվարանամ ասեմ, որտեղ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հակամարտությունը շատ խորն է եւ դա ոչ թե 1, 2, 3 տարիների, այլ տասնամյակների հեռանկարով լուծում է պահանջում եւ եթե իրենք չգնան համագործակցության, այլ արճակատման, ապա այդ արճակատումը ես կարծում եմ իր կործանարար հետևանքներ կունենան ոչ միայն միջինասիական, այլև հարավկովկասյան, միգուցե լավագույն սցենարը կարող է լինել այն, որ
այդ հզոր երկրտերությունները գուցե Ռուսաստանը եւ Հնդկաստանը եւս իրար հետ միասին ձևակերպեն այն ինչ որ կոչվում է Յալթա 2, այսինքն աշխարհի նոր վերաբաժանում ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո իդեպ պետք է ասեմ որ կան նոր զարգացումներ, որոնք խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգների կողմից առաջ տարվող ռուս-ուկրաինական կոնֆլիկտի արագ հանգուցալուծումը այլևս նաև ընկալելի է Ուկրաինայի համար, հատկապես այդ կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որտեղ մի բան ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտվել է այն կառույցի կողմից, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից, եւ Զելենսկին ու իր վարչախումբը շատ ավելի համաձայնողական դիրքորոշում պետք է որդեգրի Միացյալ Նահանգների կողմից առաջ տարվող խաղաղության համաձայնագրի կնքման խնդրում, հակառակ պարագայում կբացահայտվեն այնպիսի խայտառակ իրողություններ այդ կոռուպցիոն սկանդալի մասին, որը մեկը ուկրաինական վերնախավում չի կարող ակնկալել, որ ինքը կարող է շարունակել իշխանությունում իր գոյությունը։ Այսինքն բավականին լարված իրավիճակ ենք մենք ապրում եւ զարգացումները, որոնք տեղի ունենում Հարավային Կովկասից դուրս, էական ազդեցություն կարող են ունենալ նաեւ Հարավային Կովկասի վրա, բայց մենք որպես Հարավային Կովկասում գտնվող պետություն պետք է մեր հարաբերությունները ամրացնենք մեր ավանդական եւ բնական դաշնակիցների հետ, որտեղ այս փոթորկատ հույս իրավիճակում միայն այդ ճանապարհով մենք կարող ենք նվազեցնել մեր հետ կապված ռիսկերը։ Այսօր Էրդողանի հետ է պատրաստվում հանդիպել Զելենսկին նաև։ Խնդրեմ ես մասով ինչ զարգացումներ։ Այո, դա ուղղակի հենց այն հունի մեջ է, ինչի ես ասացի, փաստորեն Թուրքիայում պետք է այդպիսի հանդիպում տեղի ունենա Զելենսկու եւ Ուիտկոֆի մասնակցությամբ Միացյալ Նահանգների ներկայացուցիչի եւ Ռուսաստանը ասել է, որ այդ հանդիպման արդյունքում, եթե իրենք ասելիք ունենան, պես կողմն է ասել, Ռուսաստանի իշխանություններին, ապա Ռուսաստանը պատրաստ է ընդունելու այդ ինֆորմացիան եւ քննարկել այդ ինֆորմացիան։ Սա ուղղակի հենց այն զարգացումների հունի մեջ է, ինչի մասին մենք արդեն խոսեցինք, այսինքն կարծեք թե պրոցեսները գնում են նրան, որ ուկրաինական կողմը ավելի հակված է լինելու, քան առաջ ավելի հակված է լինելու պատերազմական գործողությունները ավելի շուտ քան առաջ կարելի էր ենթադրել ավարտելու։ Սա միգուցե բոլորովին չի բխում եվրոպական պետությունների շահերից, բայց կարծում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերից բխում է, որտեղ Ռուսաստանի պահանջները կարծում եմ մի փոքր ավելին կլինեն, քան այն ժամանակ, երբ որ ամիսներ առաջ Ուկրաինան մերժեց այդ առաջարկությունները։ Բայց նաև այս բարակայում մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրներն այլևս ընտեղելաբուն հասուն անում ֆինանսապես աջակցության մասով Ուկրաինային։ Այո, ժողովրդի մոտ այո, բայց իշխանության կրողների մոտ կարծում եմ այդ ժողովրդական հուզումները դեռ իրենց արձագանքը չկա, նույնիսկ հիմնական երկրների մասն եմ խոսում, որոնք աջակցում են ուկրաինական կոնֆլիկտին, շարունակությանը, բայց ես կարծում եմ, որ մենք գտնում ենք մի փուլում, որ առաջիկայում կարող են էական տեղաշարժեր լինեն ու դա բերի նրան, որ ուկրաինական կոնֆլիկտը հնարավորինս արագ ավարտվի, դա կարծում եմ շատ պետությունների շահից է բխում, այդ թվում նաև Հայաստանի։ Իմիջիայլոց քանի որ այս ուկրաինական սկանդալը, այսպես ասենք, եթե մի հատ բերենք մեր երկրի ներսում, ապա ինչ կարող եք դուք ասել։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք, բոլոր այն երկրներում, որտեղ իշխանության են եկել փողոցից մարդիկ, իրանք իշխանության եկել գունավոր հեղափոխության հիմնական կարգախոսով, վերջ կոռուպցիային, պայքար կոռուպցիայի դեմ, ոչ մի կոռուպցիոներ իշխանության օղակներում եւ կյանքը ցույց է տվել, որ ճիշտ հակառակն է եղել, դա եղել է եւ Ուկրաինայում
եւ Վրաստանում եւ Հայաստանում եւ այն կոռուպցիոն սկանդալները, որոնք Ուկրաինայում են, դա միայն ուկրաինական չեն, ինչպես է ասացի, դա բոլոր այն երկրներին է հատուկ, որտեղ իշխանության են եկել մարդիկ գնավոր հեղափոխության ճանապարհով եւ այն մեկ աղբյուրից գնումները, որոնք հիմա բյուջեի մի զգալի մասն են վերցնում, օրինակ քաղաքապետարանում անընդհատ բացահայտվող սկանդալները, կոռուպցիոն, տարբեր համայնքներում սկանդալները, որում հենց դրանցից մեկը վերջերս հենց Իշխանությունում տեղի ունեցավ, տարբեր նախարարություններում սկանդալները, տարբեր նախարարների նկատմամբ քրեական գործերի հարցումը խոսում է այդ մասին, կոռուպցիան զարգանում է եւ ինքը համակարգային բնույթ է ստանում բոլոր այն երկրներում եւ դա օրինաչափություն է, որտեղ տեղ ունեցել գունավոր հեղափոխության եւ կոռուպցիայի հաղթահարման լոզունգներով իշխանության եկած ուժերը մինչև ականջները խրվում են կոռուպցիայի մեջ։ Դա բնական է բոլոր երկրների համար գունավոր հեղափոխություններով անցած, այդ թվում նաև Հայաստանի։ Կուզեմ անդրադառնալ Ֆիդանի հայտարարությանը, միջավայրից երկու հայտարարություն կա, պարոն Մինասյան, երևի թե սկսեմ այսօր ինչ է ասել։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Թուրքիայի արտգործ նախարարի հայտարարությունն է։ Թուրքիան բազմիցս արտահայտել է իր քաղաքական գիծը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Համեցեք։ Տեսեք, ըստ էության սա որպես հիմնադրույթ առաջի անգամ չի, որ հնչում է, իսկապես իրանք ասում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միացյալ քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ եւ դա բխում է իրենց կոնցեպտուալ պանթուրքիստական ծրագրերին։ Իդեպ պետք է ասեմ, որ այդ ծրագրերի դրսևորումները նաեւ այն, ինչի մասին մենք խոսեցինք, թուրքական մայրուղու Տրամպի այդ ծրագրի իրականացման եւ իրենք ասում են, որ փաստորեն Թուրքերը ասում են, որ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակները ընդունելի կլինեն հայ-թուրքական հարաբերությունների ընթացքում նաև Թուրքիայի համար եւ այն ամեն ինչ որ ընդունելի չի Ադրբեջանի համար, Թուրքիայի համար եւս ընդունելի չի։ Իսկ այստեղ մենք արդեն գիտենք դա մի ամբողջ ցանկ է, սկսած սահմանության փոփոխություն, հետ կապված սկսած 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հետ կապված սկսած հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու սահմանադրությամբ նկարագրված հատուկ կարգավիճակի փոփոխության հետ կապված մի խոսքով այն ամեն ինչը ինչ որ այն հենասյուները, որոնց վրա հիմնված է այսօրվա հայաստանյան պետականությունը, դրանց վերացման եւ այստեղ շատ པարզ մի բան պետք է ասվի, որը բազմիցս ասել եմ, մեկ անգամ եւս եմ ուզում կրկնեմ, այս իշխանությունները, այս վայ իշխանությունները եկան երկու ծրագրային կետ իրականացնելու նպատակով, դրա մասին կան բազմաթիվ հայտարարություններ եւ հենց Իլհամ Ալիևն է դա ասել, որ ինքը մեծ ներդրում է ունեցել այս իշխանություններին Հայաստանում բերելու հետ կապված, պետք է հիշենք, թե ինչ տեղնցավ, երբ խայտարակ 44 օրյա պատերազմից հետո ժողովուրդը նվզել էր եւ փորձում էր հեռացնել այս ազգակործանների իշխանությանը, Թուրքիայի պաշտպանության նախարարը ասեց, որ եթե դուք փորձեք իշխանությունից հեռացնել այս ազգակործաններին, ապա Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն ակնհայտ է, որ սրանց տերերը առաջի հերթին թուրքերն ու ադրբեջանցիներն ու հետո նոր ավելի գլոբալ ուժեր եւ այս պարագայում այն ինչի մասին մենք խոսում ենք դրա դրսևորումա հետևանքն է կլինի Ադրբեջանի համաձայնություն հայ-թուրքական հարաբերությունների սեղանին դրված խնդիրների լուծման տարբերակի վերաբերյալ Թուրքիայի համար դա կլինի ընդունելի ոչ, ապա Թուրքիան կչորացնի, կխստացնի պահանջները մինչև այնպիսի տարբերակի գտնելը, որը ընդունելի կլինի Հայաստանի նկատմամբ։ Եվ այստեղ ես ուզում եմ մի խայտարակ դրսևորման մասին ասեմ, որը ես երեք լսեցի։ Իհարկե դա առաջի հերթին վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, բայց այդ նույն Ֆիդանը նաև ասել էր, որ հիշացրեք
Այո, եւ տեսեք, ըստ էության նա ինքը ասում էր, որ նաեւ իրենք տեսնում են, որ Հայաստանի կողմից այդ խնդրի լուծման առաջընթաց քայլեր են կատարվում եւ այդ առաջընթաց քայլերի դրսևորումների մասին ես կուզենամ ասեմ, 3 հրապարակվեց մի հայտարարություն, որ իսկապես զարուրելի է իրության մեջ, պարզվում է, որ Սյունիքում կան դիրքեր, սահմանային դիրքեր, որտեղ հայ զինվորները, որպեսզի հասնեն իրենց դիրքերը, անցնում են թուրքական, ադրբեջանական սահմանապահների մոտից, այդ ադրբեջանական սահմանապահները զարուրել կարելի է վերևից ներքև ստուգում են հայ զինվորներին, ստուգում են թե ինչպիսի զինատեսակին իրենք իրենց տանում դեպի դիրքերը, ինչ սնունդ են իրենց տանում, որքան ժամանակ այդ սնունդը պետք է իրենց բավականացնի, հետ գալուց ստուգում են թե ամեն ինչ տեղում է թե չէ, նոր թույլ են տալիս, որպեսզի իրանք վերադառնան իրենց մշտական ծառայության վայրը։ Այո, միանշանակ, իսկապես մեր սահմանապահները պարզապես գտնվում են մեր ինքնիշխան տարածքում եւ մեր ինքնիշխան տարածքից իրենց մշտական ծառայության վայրից երբ գնում են իրենց հենակետերը, սահմանային հենակետերը, իրենք ասում են թուրքական ադրբեջանական զինվորների վերահսկողության տակով, որոնք ծայրից ծայր ստուգում են։ Դա խայտարակը այդպիսի բան երևի աշխարհում չի եղել, որ իր ինքնիշխան տարածքում զինվորը գնա հենակետ ու անցնի, այսպես ասեմ, հարևան պետության զինվորի վերահսկողության տակով։ Բայց տեսեք, դա ձմեռ է եւ այսօր այդպես է, վաղը կգա գարուն եւ ասենք թե երբ որ մեր հովիվները այդ տարածքով պետք է անցնեն, ըստ էության արդեն քաղաքացիական մարդիկ եւս շատ ավելի ստորացուցիչ պայմաններով, որտեղ այստեղ գոնե զինվորը զենք ունի իր մոտ, այդպիսի ստորացուցիչ պայմաններով ասում։ Դուք պատկերացնում եք մեր հովիվները ինչ իրավիճակում պետք է ասեն։ Այո, եւ առավել եւս դա կդառնա սովորական մի բան, եթե զինվորի նկատմամբ այդպես են վերաբերվում, բայց քաղաքացիական հովի նկատմամբ ինչպես պետք է վերաբերվեն։ Եթե զինվորը իր մոտ ինքնաձիգ ունի, ապա հովի ձեռքին ընդամենը մի մահակ է լինելու եւ դիմացը ադրբեջանական զինվորն է մինչեւ ատամները կանգնած լինելու։ Իսկ դրանից հետո ամառն երբ որ ասենք թե մեր հարսները, աղջիկները ու կանայք գնան իրենց բանջարը սահերից հավաքելու, նրանք ինչպեսի ընդունելություն Ճակերտով ասած պետք է այդ ադրբեջանական, անդադ թուրք-ադրբեջանական եմ ասում, դա նույնը կարելի է համարել, զինվորների կողմից պետք է ստանան այդ սարերում։ Եվ այստեղ ակնհայտ է, ինչ որ ասում էինք 1000 անգամ, այդ մարդիկ այդտեղ չեն մնալու, այդ մարդիկ այդտեղից արտագաղթելու են, եւ դրա նախադրյալները արդեն փաստերով մենք գիտենք, դրա համար մի բանաձև կա, որ ես հաճախ օգտագործում եմ, ուզում եք արտագաղթեք, ձեր ճակատագիրը կապեք ՔՊ կուսակցության հետ։ Ուզում եք մնաք, ապրեք արժանապատիվ ձեր հողում, ձեր ջրում, ձեր ծնողների գերեզմանին տիրություն անեք, ձեր ճակատագիրը պետք է կապեք ընդդիմադիր ուժերի հետ։ Եթե դուք դա չեք ընդունում, դուք այն իրավիճակին, որում հանգեց մեր Ղարաբաղյան հատվածահայության։ Սա է բանաձև, ուրիշ բանաձև չկա։ Կամ նրանց հետ դեպի արտագաղթ, կամ ընդդիմադիր ուժերի հետ արժանապատիվ խաղաղություն։ Բայց աշկերտներս լույս Արեն Սիմոնյանը հաստատեց նաև վերջերս ոդկասթի շրջանակներում, որ դեռ 110 քառակուսի մենք Ճակերտով օկուպացիոն ենք պահում։ Դե բա իհարկե, բա ուրիշ ոնց պետք է հաճոյանա իր տերերին։ Ուրիշ ձև կա։ Դա ծաղիկներն են, պտուղները կլինեն այն ժամանակ, երբ որ 100 հազարավոր ադրբեջանցիներ կլինեն այստեղ, իրանց պաշտպան։ Հիշում եք ոնց եղավ, որ Թուրքիան մտավ Կիպրոս։ Այնտեղ խժդժություն եղավ եւ ասաց ես պետք է գնամ իմ քաղաքացիներին պաշտպանեմ։ Նույնը լինելու է Հայաստանում ու ոչ միայն Սյունիքում։ Լինել մյուս քաղաքներում, լինել հենց մայրաքաղաք Երևանում եւ եթե մենք դա չենք խրատվում Արցախի ճակատագրով, մենք դա կստանանք նաեւ Երևանով ու մնացած բոլոր մարզերում։ Սա է խնդիրը։ Հաջորդ
եւ դատականից ընդհանում էր հայկական ժամանակը շտաբես տեղեկացնել, որ կալանքի ժամկետը երկարաձգվել է, կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Համեցեք։ Նախ Ձերքում է հնարավոր հայտնվի հեծը, ինչ սպառնալիքներ, ինչ վտանգներ կան։ տեսեք, ես կարծում եմ հենց ձեր տաղավարում էր, երբ առաջի անգամ կալանավորեցին Սամվել Կարապետյանին եւ խոսք գնաց հեծի մասին, ես ասացի, որ անտրամաբանական է, չի կարող պատահել, որ հեծի կառավարումը լինի պետական եւ նա անպայման պետք է լինի մասնավոր եւ ակնհայտ է, որ այդ մասնավոր սեփականատերը հայկական լինել չի կարող, դա պետք է լինի այլ երկրի, որտեղ մեր այսօրվա պետության կառավարիչները հենց այդ ծրագրերն են իրականացնում եւ դա գերկարևոր ոլորտ է, որի կառավարումը մեծապես պայմանավորում է, թե երկիրը ինչպիսի զարգացում է ունենալու, մեծապես կապված է հասարակության բոլոր շերտերի հետ եւ բնականաբար Թուրքիայի համար այդպիսի ռազմավարական նշանակության օբյեկտի սեփականատեր դառնալը գերխնդիր է։ Ապա ինչպես պետք է Հայաստանը ինքը դարձնի Էրմանիստան առանց այդպիսի համակարգաստեղծ օբյեկտներին տիրություն անելով։ Եվ ես առավել քան համոզված եմ եւ վերջերս էլ նույնիսկ ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամները հանդիպել են իրենց թուրք գործընկերների եւ քննարկել են հեծի ճակատագիրը։ Այո, ամենայն հավանականությամբ հեծի ապագա սեփականատերը պետք է լինի թուրքական մի ընկերություն եւ դրանով պետք է սկսի ու շարունակվի Հայաստանի Երևանիստացումը։ Այն ինչի համար այս իշխանությունները 18 թվականին բերվեցին Հայաստան։ Առաջի ծրագրի առաջի մասը իրանք իրականացրեցին Արցախում, հիմա ասում են Հայաստանի Երևանիստացմանը եւ դրա կարևորագույն էլեմենտներից մեկը տնտեսական էքսպանսիան է։ Տնտեսական էքսպանսիան եւ առաջի հերթին հենց ռազմավարական նշանակության օբյեկտների ու առաջի հերթին հենց հեծի։ Սա մենք պետք է հասկանանք եւ ըստ էության սա գալիս է հաստատելու այն մոտեցումը, որ ես հայեցի։ Եթե ուզում եք արտագաղթել այս երկրից, ապա ձեր հույսը, հեռանկարը, ձեր ասնելիք ճանապարհը կապեք այս փոքրիկ խմբակի ԿՊ-ի հետ։ Եթե ուզում եք մնաք այստեղ, ապա մերժեք այդ ԿՊ-ին բոլոր հնարավոր ընտրություններում եւ ձեր ձայնը տվեք ընդդիմադիր ուժերին։ Բայց սրան զուգահեռ մենք տեսանք նաեւ, որ Էջմիածնում կայացան ընտրություններ, Աղաշապատում կայացան ընտրություններ եւ ըստ էության իհարկե ստավարից խոսել է դրա մասին, նախընկճվել պետք չէ, հաշվի առնելով, որ այս ընտրություններն են պարագայում, որ թե օրինակ հանրապետական կուսակցությունը, թե մյուս ուժերը իրենց դեմքով այսպես չներկայացան, բայց ընդդիմությունը կարողացավ այսպես ձայները գեներացնել։ Փաշինյանը շտապեց արդեն անմիջապես առավոտյան գրել, որ վաղաշապատցիներն իրենց ձայն տվեցին ըստ էության Վեհարանի վրա գրողը իրականացնելու։ Խնդրեմ այս մասով Էջմիածնի ընտրություններ եւ Վեհարան։ Տեսեք, մենք պետք է արձանագրենք կարևոր հանգամանք։ Ընտրելու իրավունք ունեցողներից ընդամենը 22%-ն են, ընդամենը 22%-ն են իրենց ձայնը տվել այդ կուսակցության տեխնացիին։ Այսինքն գործնականում 5-ից 1-ը, 5-ից 4-ը իր ձայնը չի տվել։ Եվ կարծում եմ լկտիություն պետք է ունենա մարդը, որ ասի մենք այս ընտրությունների արդյունքում հասկացանք, որ ժողովուրդը մեր հետ է, նաև մեր հետ է Վեհարանի նկատմամբ իրենց նկարտումների առումով, ոչ։ Եվ ժողովուրդը 5-ից գոնե 4-ը ակնհայտորեն իրենց հետ չեն քաղաքական հարցում, իսկ հոգևոր առումով, մեր Վեհարանի առումով, ես առավել քան համոզված եմ այն նույնիսկ 22%-ից կլինեն մարդիկ, որոնք կանգնեն ճիշտ ճանապարհի վրա եւ թույլ չեն տա, որպեսզի իրենք այդ ձգությունը իրականացնեն։ Մյուս առումով, տեսեք, բազմաթիվ հզոր քաղաքական ուժեր, Հանրապետական կուսակցությունը առաջի հերթին, Բարգավաճ Հայաստանը, նոր ձևավորվող ինձևով շարժումը չեն մասնակցել վաղաշապատի ընտրություններին, բայց ակնհայտորեն իրանք կանգնեն իրար կողքի եւ այս ազգակործանները փորձեն Վեհարանի նկատմամբ իրենց հարձակումը իրականացնել։ Ես առավել քան համոզված եմ, որ այս ամենը գիտակցում են
նաև այդ խմբակի ղեկավարները։ Ուղղակի մեկ բան կա, իրանք ինքնուրույն որոշում կայացնելուց վաղուց զրկված են եւ եթե իրենք պետք է իրենց տերերին ինչ-որ բանում հաճոյանան, իրանք կգնան այդ ճանապարհով, բայց առավել քան համոզված են, որ հաջողություն ունենալ չեն կարող։ Այսինքն վեհարանի վրա գրողին համարժեք է պատասխանը Ես այսինքն նկատի ունեք նաև վեհարանի վրա գրողը թույլ չեն տա անգամ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել։ Ոչ միայն այն 5-ից 4-ը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, այն 22%-ից մի մասը, որոնք այս կամ այն ճանապարհով ճնշումների պատճառով նաև ընտրել են այս ԿՊ-ին, բայց եթե խոսքը գնում է իրենց սրբության մասին, իրենք իհարկե այդտեղ կլինեն նաև անհույս կորած մարդիկ, դրանց պետք է հաշվի առնել, բայց այդ 22%-ից մեջ կլինեն իսկապես մարդիկ, որոնք չեն իրենց սրբությունները չեն մի կողմ դնի եւ գնա այդ ազգակործանների հետ այդ ճանապարհով։ Եվ պարոն Մինասյան, հետաքրքիր նաև այս մասով ձեր տեսակետը, վերջին բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև միակուսովելիսյան անդրադառնում ասում է որտեղից է 8 միլիարդ կտրելիք է ուղղակի ոչ նայելա, որտեղից է 8 միլիարդ պարտք ավելացել, ասեմ չենք ուզում ասենք զենք են կարել այդ շոր ձևերի մեջ, խնդրեմ մի հատ այս մասով ձեր պետական կարծիքը պետական պարտք ավելացնելու այս նոր պատմում ասում եք, որ ինչ աղազակեր ենք ստանում այս զինվորների նկատմամբ ինչ են իրականացնում մեր իսկ տարածքում, այս մասով եւ ըստ էության ինքը այլևս կանխորոշում է, որ դուք չեք լինելու խորհրդարանում գալիք, այսպեսի հայտարարություններ են անում, խնդրեմ։ Տեսեք, ինչ վերաբերում է այդ պարտքին, ապա այն ինչի մասն ասում է, թե ուր է գնում այդ ծախսերը, բոլոր հաշվարկները կամ պետական մարմինների հաշվետվությունները խոսում են, որ այդ պետական պարտքի մի աննշան մասն է, որ ծախսվել է զենքի գնման վերաբերյալ եւ թող ինքը հեքիաթներ պատմի միայն այն մարդկանց համար, ովքեր իրեն դեռ հավատում են։ Իսկ եթե իսկապես ինքը ուզում էր այդ ծախսերը կատարել զենքի համար, բավական էր, որպեսզի մի քիչ լավ էին այդ պետական բյուջեից, նաև այն վարկերից, որ ինք ստացել են եւ կրկնակի ավելի շատ գումար ինքը կուտակեր այդ ծախսերը պաշտպանության վրա ուղղելու համար։ Հետևաբար դա ընդհանրապես հեքիաթներ են, այդպիսի բան չկա եւ շուտով իշխանապողությունից հետո այդ ամեն ինչը պարզ է դառնալու։ Պարզ է դառնալու, թե ինչպես մսխել են պետական միջոցները, գողացել են ու լափել են այդ պետական միջոցները եւ ինչպեսի խայտարակ իրավիճակում է գտնվել մեր պաշտպանությունը եւ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, թե ինչպեսի անփառունակ քաղաքականություն իրականացել մեր բանակաշինության բնագավառում, զենքերի համալրման բնագավառում եւ բոլոր բնագավառում, որը կապված է պետական անվտանգության հետ։ Այստեղ ուղղակի ժամանակի հարց է։ Կգա օրը եւ բոլորը դա կիմանան, այն ինչը իրենք այսօր փայլուն գիտեն եւ դրա համար կարճած են իրենց աթոռներից, որպեսզի խուսափեն պատժից։ Իսկ այդ պատիժը գալու է։ Իդեպ պատիժը դնելու է օրենքի տառին եւ ոգուն համաձայն։ Որևէ օրենքի խախտումով որևէ մեկը չի պատժվելու, բայց օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու։ Շնորհակալություն։ Ավելացնելու բան կա՞։ Չէ, շնորհակալ եմ։